1985 թվական NBA-ի խաղադաշտում երիտասարդ Մայքլ Ջորդանը դուրս է գալիս խաղի։ Նրա ոտքերին արգելված սև կարմիր գույնով մարզակոշիկներ են։ Լիգայի կանոնը պարզ էր. բոլոր մարզակոշիկները պետք է լինեն սպիտակ։ Յուրաքանչյուր խախտման համար տուգանք $5,000, 82 վճարված տուգանք 410,000 մեկ սեզոնի համար։ Կարևոր էր միայն, որ աշխարհը տեսնի նույն բանը։ Ջորդանը հաղթում է հենց այս արգելված Nike-ներով։ Բայց այս ամբողջ պատմությունը սկսվեց ընդամենը 12 զույգ մարզակոշիկից եւ մի մարդուց, որը նույնիսկ ընկերություն չուներ։ Նրա անունը Ֆիլ Նայթ էր։ Ինչպես այդ 12 զույգ մարզակոշիկից Ֆիլ Նայթը մեծ կայսրություն հիմնեց։ Եկեք հասկանանք միասին։ Դուք Zoot Story YouTube-յան ալիքում եք, բաժանորդագրվեք, մեկնաբանեք եւ ցանկության դեպքում տարածեք մեր տեսանյութերը։ Zoot Story, պատմություններ պատմության մասին։ «1930-ականների վերջին Միացյալ Նահանգները նոր էր փորձում վերականգնվել մեծ ճգնաժամից։ Տնտեսության կտրուկ անկումը սկսվել էր 1929 թվականին, ինչի հետևանքով հազարավոր աշխատողներ էին կրճատվել։ Բանկերը սնանկացել էին եւ բազմաթիվ ընտանիքներ մնացել էին անելանելի աղքատության մեջ։ Արևմտյան նահանգները ավելի դանդաղ էին վերականգնվում, քան արևելյանները։ Օրեգոն նահանգը հեռու էր մնացել մեծ ճգնաժամի ազդեցությունից։ Պորտլենդը այդ տարիներին ընդհանրապես հնարավորությունների քաղաք անվանել չէր կարելի։ Ճգնաժամի ծանր հետևանքները ստիպել էին քաղաքի բնակիչներին դառնալ դիմացկուն եւ համբերատար։ Հենց այս քաղաքում է 1938 թվականի փետրվարի 24-ին ծնվում Ֆիլ Նայթը։ Ֆիլի մանկությունը որևէ կապ չունի բիզնեսի կամ ձեռնարկատիրության հետ։ Հայրը Ուիլյամ Նայթը թերթի խմբագիր էր, մայրը Լորա Հաթֆիլդը տնային տնտեսուհի։ Նայթի մանկության տարիներին ընտանիքը համեստ կյանքով էր ապրում։ Գումար վաստակելու նպատակով Ֆիլը վաղ տարիքից սկսում է աշխատել։ Ֆիլ Նայթի երազանքն էր դառնալ սպորտային սուպերաստղ։ Այդ նպատակով որոշում է միանալ բեյսբոլի թիմերից մեկին։ Բեյսբոլի ընտրությունը զարմանալի էր, որովհետև Ֆիլը ամաչկոտ էր եւ չափազանց նիհար, իսկ մինչ այդ հաջողություն ունեցել էր միայն ուսման մեջ։ Նոր մարտահրավերները իրական ֆիզիկական ներուժ էին պահանջում, որը Ֆիլը ցավոք չուներ, եւ չկարողանալով հաղթահարել ծանրաբեռնվածությունը, հեռացվում է թիմից։ Հետո մայրը Լորան որպես առաջին քայլ առաջարկում է Ֆիլին զբաղվել վազքով։ Ֆիլը կարծելով, որ վազքը անպիտան սպորտաձև է, այնուամենայնիվ փորձում է։ Բայց ինչ ստացվեց հետո։ Այսա շատ հետաքրքիր է։ Հաջողությունը միանշանակ հեշտ չի տրվում։ Կյանքը աճի մասին է։ Կամ աճում ես, կամ հետ մղվում։ Ավելի ուշ կասի մեր հերոսը։ Այսպիսով նա որոշեց դառնալ վազորդ։ Մինչև 1970-ական թվականները Միացյալ Նահանգներում վազքով զբաղվում էին միայն պրոֆեսիոնալ մարզիկները։ Նրանք մասնակցում էին օլիմպիական խաղերին եւ սահմանում ռեկորդներ, բայց սիրողական վազքով զբաղվողներ չկային։ 1970-ականներին սրտանոթային վարժություն տերմինն արդեն հայտնվել էր գիտական եւ բժշկական գրականության մեջ, ինչը նշանակում էր, որ բժիշկներն ու հետազոտողները քննարկում էին սիրտն ու հոգերը ամրացնող ֆիզիկական վարժությունները։ Սակայն առօրյա օգտագործման մեջ կարդիոն որպես առանձին ֆիթնես տերմին դեռևս գոյություն չուներ։ Այն քիչ մարդկանց, ովքեր վազում էին ուղղակի զբաղմունքի համար, հիմար էին անվանում։ Երբեմն ճանապարհով վազորդներին հայհոյում էին կամ նույնիսկ անցնող մեքենաներից գարեջուր լցնում։ Ֆիլ Նայթի աշխարհում քչերն էին սիրում վազել։ Դա արդեն պարզ էր։ Ֆիլի հայրը աշխատում էր որպես խմբագիր The Oregon Journal թերթում, որը նահանգում բավականին ազդեցիկ եւ հայտնի հրատարակչություն էր։ Դեռահաս Ֆիլը երազում էր աշխատել հոր կողքին, բայց վերջինիս պայմանը կոշտ էր։ Նա պետք է ինքնուրույն ճանապարհ գտներ եւ սեփական ուժերով հաջողության հասներ, եթե իհարկե ուզում էր արժանանալ հոր հարգանքին։ Եվ այսպես Ֆիլը երկար չի մտածում ու աշխատանքի անցնում հոր գլխավոր մրցակցի The Oregonian թերթում։ Խնդիրն այն էր, որ աշխատանքը տնից մոտ 15 կիլոմետր հեռու էր։ Ավտոբուսներ չկային, մեքենա վարել էլ նա դեռ չէր կարողանում, ուստի ամեն օր ստիպված էր ճանապարհը հաղթահարել քայլելով կամ վազելով։ Առաջ ու հետ մոտ 30 կիլոմետր։
Սա գրեթե խելագարություն էր, բայց հենց այդպես էր նա ուզում ապացուցել նախ իրեն, հետո նաև հորը, որ կարող է ամեն ինչ անել։ Ինքնուրույն։ Ավելի ուշ նա կասի, որ խելագար գաղափարը հաճախ ամենակարևոր բանն է կյանքում։ Էլեկտրականությունը, ավտոմեքենան, ինտերնետը ժամանակին բոլորն էլ խելագար մտքեր էին թվում, բայց հենց դրանք են վերջում շրջում աշխարհը գլխի վայր։ You got to have a reason to succeed. My reason was that Japan could make shoes economically. The rest of it fit right in home base for me. 18 տարեկանում Ֆիլը ընդունվում է Օրեգոնի համալսարանի լրագրության ֆակուլտետ եւ միանում համալսարանի թեթև ատլետիկայի թիմին։ Նրա մարզիչը սպորտային աշխարհի լեգենդներից մեկն էր, օլիմպիական չեմպիոնների մարզիչ Բիլ Բաուերմանը։ Այդ տարիներին հարմարավետ մարզակոշիկներ գրեթե գոյություն չունեին։ Բասկի կոշիկները ծանր էին, տակացում կոպիտ, ոտնաթաթի նստվածքը անհարմար։ Գետնին հպվելուց գրեթե չէր լինում ամորտիզացիա, իսկ շնչողականությունը չափազանց թույլ էր։ Այդպիսի կոշիկներով քայլել կարելի էր, բայց պրոֆեսիոնալ վազքով զբաղվել գրեթե անհնար։ Բաուերմանը չէր հաշտվում դրա հետ եւ նա անընդհատ փորձարկում էր, կոտրում էր տակացուն, փոխում կապելու ձևը, տարբեր փոփոխություններ անում, որպեսզի կոշիկները դառնան ավելի հարմարավետ եւ վազքը ավելի քիչ տրավմատիկ։ Երբ Ֆիլը միանում է թիմին, նա արագ մտերմանում է Բաուերմանի հետ։ Մարզիչը դառնում է նրա խորհրդատուն, ինչ որ առումով այն մարդը, ումից նա ստանում էր այն աջակցությունը, որը հավանաբար չէր ստանում իր հորից։ Բաուերմանի հետաքրքրությունն ու կիրքը սպորտային կոշիկների կատարելագործման նկատմամբ աստիճանաբար փոխանցվում է նաև Ֆիլին։ 21 տարեկանում Ֆիլ Նայթը զորակոչվում է ԱՄՆ բանակ։ Ծառայությունից հետո նա ընդունվում է Ստենֆորդի բիզնես դպրոց։ Հենց այնտեղ սեմինարներից մեկի ժամանակ նա առաջ է քաշում մի գաղափար, որը հետագայում ճակատագրական կդառնա։ Նայթը պնդում էր, որ ամերիկյան մարզակոշիկների շուկայում բացակայում է միջին դասը, կամ շատ թանկ եվրոպական կոշիկներ կամ ցածրորակ տարբերակներ։ Շուկային պետք էին որակյալ, բայց միաժամանակ մատչելի կոշիկներ։ Թեորապես միտքը տրամաբանական էր, բայց լսողների համար այն գրեթե անհեթեթություն էր թվում։ Շուկան արդեն ձևավորված էր, առաջատարներն էլ ակնհայտ էին։ Նոր խաղացողի հայտնվելը եւ նրանց հետ մրցակցելը շատերին պարզապես անիմաստ ձեռնարկ էր թվում։ Թվում էր հերթական, խելագար գաղափարն է, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Առաջին մարզակոշիկները հայտնվել են դեռ 18-րդ դարի վերջում Ֆրանսիայում, ռետինե տակացուներով պարզ կոշիկներ։ 19-րդ դարում ամերիկացի Ուեյդ Վեբսթերը կատարելագործում է գաղափարը կաշվե կոշիկներին ավելացնելով ռետինե տակացու, ինչը վազքը դարձնում է ավելի փափուկ։ Իսկ բրիտանացի Ջոզեֆ Ուիլյամ Ֆոստերը սկսում է կոշիկների տակ մետաղական փշեր կարել, վազորդի կպչունությունը մեծացնելու համար։ Նրա բիզնեսը հետագայում դառնում է Reebok։ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում հայտնվել են նաև բասկետբոլի կեդերը, կոնվերսները, բայց իրական հեղափոխությունն անում են գերմանացի եղբայրներ Ադոլֆ եւ Ռուդոլֆ Դասլերները։ 1936 թվականի Բերլինի օլիմպիական խաղերում ամերիկացի վազորդ Ջեսի Ուանսը նրանց կոշիկներով նվաճում է 4 ոսկե մեդալ եւ աշխարհին ճանաչելի դարձնում Dassler բրենդը։ Պատերազմից հետո եղբայրները բաժանվում են եւ Ադոլֆը ստեղծում է Adidas-ը, իսկ Ռուդոլֆը Puma-ն։ 20-րդ դարի կեսին դրանք արդեն շուկայի առաջատարներն էին, բայց կոշիկները թանկ էին։ Օրինակ Ամերիկայում Adidas-ի մեկ զույգը մոտ $30 էր եւ շատերը ստիպված էին բավարարվել էժան կեդերով։ Հենց այս բացը շուկայում էլ մի օր նկատելու էր Ֆիլ Նայթը։ 1960-ականների սկզբին ամերիկյան սպորտային կոշիկների շուկան բևեռված էր։ Մի կողմում թանկ եւ որակյալ Adidas-ն ու Puma-ն էին, մյուսում էժան, բայց անորակ կոշիկներ։ Ոսկե միջին պարզապես չկար։ Մի օր Ֆիլ Նայթը Ճապոնիայից վերադարձած ամերիկացի զինվորների վրա նկատեց մի նոր տեսակի մարզակոշիկներ։ Դրանք կոնիցուկաներն էին։ Ճապոնիայում այդ կոշիկներն արժեին $5-ից էլ քիչ, բայց որակով գրեթե չէին զիջում Adidas-ին։ Սպորտային կոշիկներն արդեն դարձել էին սպորտային մշակույթի մաս, բայց շուկան շարունակում էր մնալ թանկ եւ փակ։ Այստեղ նրա ուսանողական գաղափարները վերջապես սկսեցին իրական իմաստ ստանալ։ Ստենֆորդում ծնված միտքը, շուկայի մասին գիտելիքները եւ ճիշտ պահը միավորվեցին մեկ կետում։ Ֆիլ Նայթը հասկանում էր, այստեղ կարող էր սկսվել մեծ բիզնես։
1962 թվականին 24-ամյա Ֆիլ Նայթը ընկերոջ հետ որոշում է ճանապարհորդել աշխարհով մեկ։ Այդ տարիներին ամերիկացիների մեծ մասը նույնիսկ երկրից դուրս չէին եղել։ Նրանց առաջին կանգառը Հավայան կղզիներն էին։ Նրանք այնտեղ մնում են 3 ամիս։ Փող աշխատելու համար Ֆիլը փորձում է տնից տուն շրջել եւ վաճառել հանրագիտարաններ, բայց շուտով հրաժարվում է այդ գործից ինքն իրեն խոստանալով. «Ես այլևս երբեք չեմ զբաղվի վաճառքով»։ Հետո նա թողնում է ընկերոջը Հավայան կղզիներում եւ ճանապարհորդությունը շարունակում է միայնակ։ Հունաստանում նրա ուշադրությունը գրավում է մի մարմարե ռելիեֆ. Nike fixing her sandal։ Հաղթանակի աստվածուհին թեքվել էր եւ ուղղում էր իր սանդալը։ Կարծես պատրաստվում էր վազել։ Այդ պահին տղայի գլխում իր կին կենթանանում է վաղուց ծնված գաղափարը։ Նա որոշում է գնալ Ճապոնիա, Օբե քաղաք, որտեղ պատրաստվում էին այդ կոշիկները, որոնք նա նկատել էր զինվորականների վրա։ Ֆիլ Նայթը դեռ չէր պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում Ճապոնիայում։ 1960-ականներին ամերիկացիներին այնտեղ չէին սիրում, բայց նա առանց կողքերը նայելու պարզապես գնում է Օնիցիկո ընկերության գրասենյակ։ 25-ամյա Նայթը հանդիպում է հիմնադիր Կիհաչիրո Օնիցուկային։ Երիտասարդ ամերիկացին նրան ավելի շատ հիպիի էր հիշեցնում, քան գործարարի, եւ այդ պահին Նայթը տեղում հորինում է պատմություն։ Ասում է, թե ունի ընկերություն Blue Ribbon Sports անունով եւ ցանկանում է վաճառել ճապոնական կոշիկներ ԱՄՆ-ում։ Իրականում նման ընկերություն դեռ չկար, պայմանավորվածությունը փորձնական էր։ Ճապոնացիները նրան վաճառում են ընդամենը 12 զույգ կոշիկ։ Նայթը վերադառնում է Portland, բայց պատվերը պետք է հասներ կես տարի անց։ 6 ամիս անց վերջապես արկղերը հասնում են եւ այդ պահին ամեն ինչ նոր է սկսվում։ We loved each other, and we were going to go through this come hell or high water, and it was a very exciting, intense time, and as I say, I loved those times. Նայթի առաջին կապիտալը հենց այդ 12 զույգ կոշիկներն էին։ Բնականաբար կիսվում էր ծնողների հետ իր նախաձեռնության մասին պատկերացումներով, բայց հայրը չի էլ նայում, թե ինչ կոշիկներ են դրանք։ Նրա համար դրանք ուղղակի հետաքրքիր չէին, իսկ մայրը առանց երկար մտածելու գնում է առաջին զույգը $7։ Առաջին վաճառքը կատարված էր։ Հաջորդ տարիներին Ֆիլը ցերեկը աշխատում էր հաշվապահ, իսկ երեկոյան զբաղվում էր իր բիզնեսով։ Շուտով նրան միանում է նախկին մարզիչ Բիլ Բաուերմանը։ Նրանք հիմնում են Blue Ribbon Sports ընկերությունը։ Բաուերմանը զբաղվում էր կոշիկների հարմարավետությամբ ու դիզայնով, իսկ Նայթը բիզնեսով։ Երկուսն էլ ներդնում են $500 եւ պատվիրում 300 զույգ կոշիկ։ Սկզբում վաճառքները դժվար էին եւ արկղերը կուտակվում էին Ֆիլի նկողում, բայց վերջապես նրանք սկսում են վաճառել ամենապարզ ձևով՝ ուղիղ մեքենայի բեռնախցիկից։ Մարաթոնների ժամանակ կանգնում էին մարզադաշտերի մոտ եւ ցույց տալիս կոշիկները վազորդներին ու մարզիչներին։ Շուտով առաջին 300 զույգը վաճառվում է, հետո եւս 900-ը։ 1966 թվականին թիմին միանում է Ջեֆ Ջոնսոնը, ընկերության առաջին իրական վաճառողը։ Նա նաեւ բացում է Blue Ribbon Sports-ի առաջին խանութը։ Թիմը փոքր էր, բայց ուժեղ, խիստ մարզիչ, ֆանտաստիկ վաճառող եւ համառ ռազմավար։ Այստեղից ընկերությունը սկսում է շատ արագ աճել։ Այս պատմությունը եւս մեկ բան է հիշեցնում, նույնիսկ ամենամեծ բիզնեսները սկսվում են անորոշությունից։ Իրական կյանքում հաջողությունը նույնպես պատահական չի լինում։ Այն կառուցվում է ճիշտ որոշումների, ռիսկերի կառավարման եւ ռազմավարական մտածողության վրա։ Wilco Wealth Management-ը տրամադրում է ներդրումային, ակտիվների կառավարման եւ խորհրդատվական լուծումներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական աճը կառուցել ոչ թե պատահականության, այլ հստակ ռազմավարության վրա։ Մանրամասների համար թողնում ենք այս QR կոդը եւ հղումը, որով կարող եք անցնել ու ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Կայունությունը վերականգնված էր, կարելի էր արդեն ավելի համարձակ եւ լայն մտածել։ Սեփականը ստեղծելու եւ վաճառելու ժամանակն էր եկել։ Այս պատճառով Բաուերմանը ձևափոխում է մոդելները, հարմարեցնելով ամերիկյան լայն ոտքերին եւ էսքիզները ուղարկում է Ճապոնիա։ Իսկ նրա սեփական փորձերից մեկում հորինում է վաֆլաձև տակացուն։ Փոխաբերական իմաստով չեմ ասում վաֆլային, որովհետեւ վաֆլու սարքի մեջ լցնելու հեղուկ ռետինը նույն գծագրական պատկերն է ստանում։ Հնարքը հաջողված էր։ Վազքը նմանատիպ տակացույով ավելի որակով է ստացվում։ Վաֆլային տակացույով մարզակոշիկները դառնում են Ֆիլ Նայթի թիմի նախատիպը չունեցող արտադրանքը։
Ճապոնական գործարանը սկսում է Cortez մոդելի արտադրությունը, բացառապես Blue Ribbon Sports-ի համար։ Անցնում են տարիներ, բայց հիմնադիրները դեռ ֆինանսական կայուն վիճակում չեն։ Հարստությանն անգամ մոտ չէին։ Ֆիլը ժամանակավորապես հեռանում է բիզնեսից եւ գնում է Օրեգոնի համալսարանում հաշվապահություն դասավանդելու։ Այստեղ նա ծանոթանում է Պենելոպայի հետ, որը դառնում է նրա առաջին եւ միակ կինը։ Ֆիլն արդեն 30 տարեկան է։ Դրանք ամուսնանում են։ Իսկ Ֆիլը վերսկսում է բիզնեսը նոր մոտիվացիայով։ Վաճառքները սկսում են աճել եւ նորից, երբ ամեն ինչ կայուն էր եւ վերահսկելի, մի նոր անսպասելի խնդիր է առաջ գալիս։ 1971 թվականին ճապոնական Onitsuka ընկերությունը, նրանց գործընկերը եւ գլխավոր մատակարարը հրաժարվում է նոր խմբականակ ուղարկել։ Bauerman-ի ստեղծած կորտեզները լայն տարածում են գտնում հենց արտադրողի երկրում՝ Ճապոնիայում։ Onitsuka-ն այլևս համագործակցության կարիք չուներ։ Սա կարող էր կործանել Blue Ribbon Sports-ը։ Հանգամանքը իրոք անսպասելի էր։ Արդյոք հնարավոր է փրկել ամեն բան։ Ֆիլը գնում է ամենավերջին քայլի։ Նա որոշում է փակել ընկերությունը եւ բացել սեփական արտադրություն։ Բայց ժամանակ գրեթե չկար, արդեն 1972 թվականին թիմը որոշել էր, որ ներկայանալու է Չիկագոյի խոշոր ցուցահանդեսում։ Սա միակ շանսն էր գրավել գնորդներին ամբողջ երկրով մեկ եւ մեկ ձախողումը կարող էր ավարտել խաղը։ Իսկ մինչ այդ ոչինչ չկա, ոչ անուն, ոչ նշան, ոչ կերպար։ Կապույտ ժապավենն արդեն սպառված էր, բայց ինչպես արդեն կրահեցիք, Ֆիլը ելք գտնում է։ Համալսարանի միջանցքում Ֆիլը հանդիպում է դիզայնի բաժնի ուսանողուհի Քարոլին Դեվիդսոնին։ Նա խնդրում է ստեղծել ապագա ընկերության տարբերանշանը։ Առաջադրանքը պարզ է՝ նկարիր ինչ-որ բան, որը շարժման մասին լինի։ Մի քանի շաբաթ անց Քարոլինը բերում է էսքիզներ, թևեր, կայծակներ եւ դրանց մեջ մի պարզ կոր գիծ։ Սա ինչ է, հարցնում է Ֆիլը։ Հետք, որը մնում է վազորդից հետո, պատասխանում է նա։ Նայթը չէր հավանել էսքիզը, բայց տարակուսելու իսպառ ժամանակ չկար։ Ֆիլը բարի գործը երբեք չէր մոռանում։ Իր աշխարհում կարևոր էր վճարել հավատի դիմաց։ Քարոլինը աշխատանքի համար ստանում է $35, իսկ 12 տարի անց ընկերության բաժնետոմսեր $1 միլիոն չափով։ Լավ, նշանը կա, իսկ անունը։ Անվան շուրջ վեճերը տևեցին մի քանի օր։ Առաջարկները շատ էին, բայց ոչինչ հիշվող չէր։ Եվ ինչպես միշտ է լինում, հնար գտնում են հենց խելագարները։ Մի օր Ջեֆ Ջոնսոնը զանգում ու ասում է, որ երազում ապագա ընկերության անունն է տեսել։ Nike։ Ֆիլը անմիջապես հիշում է Նիկե աստվածուհու որմնանկարը։ Պատահականություններ չեն լինում։ Երազ, ընկերության տարբերանշանում թևեր եւ կայծակներ, Նիկե հաղթանակի աստվածուհի։ Որոշումը կայացրին։ Ներկայանալու էին արդեն որպես Nike, բայց կհաղթեն արդյոք։ Հայ դա պետք է որոշեր Չիկագոյի ցուցահանդեսը։ Մնում էր եւս մեկ հարց՝ որտեղ կարել կոշիկները։ Ֆիլը մեկնում է Մեքսիկա Adidas-ի հետ աշխատող գործարան եւ պատվիրում Nike-ի առաջին խմբականակը։ Միանշանակ վառ նարնջագույն տուփեր էր ուզում, որ տպավորիչ լինեն, բայց մարզակոշիկների որակը հիասթափեցնում է։ Swoosh-ը Nike-ի նշանը սկսվում է պոկվել։ Այնուհանդերձ գնորդները հիշում էին Ֆիլի թիմին դեռ Blue Ribbon Sports-ից եւ ցուցաբերում են իրենց վստահությունը մեկ զույգ գնելով։ Սա օգնություն էր, որը հրաշքով նորից նրան հասավ։ Ֆիլը հասկանում է, որ հետագայում արտադրությունը պետք է տեղափոխել Ասիա։ Ամեն ինչ հաջողվում է։ Որակով արտադրանքը ի վերջո հենց Ասիայում են գտնում։ Չիկագոյում Nike-ի հաջող ներկայացումից հետո Onitsuka-ն դատական հայց է ներկայացնում, պնդելով, թե Ֆիլը իրավունք չունի թողարկել մարզակոշիկներ։ Պատճառաբանությունը անհասկանալի էր։ Դատավարությունը տևում է 3 տարի, բայց ի վերջո Ֆիլը հաղթում է։ Սա վկայում էր նրա մասին, որ Nike-ը առաջատարների արենա է դուրս եկել։ 80-ականների կեսերին Nike-ն դեռ հսկա չէր։ Ընկերությունն աճում էր, բայց դեռ մրցակցության մեջ էր մեծերի դեմ՝ Adidas-ի եւ Converse-ի, որոնց միշտ պարտվում էր։ Որպեսզի այս կրկնվող ցիկլից դուրս գան, Nike թիմը որոշում է ռիսկի դիմել եւ ամենամեծը լինելու հայտ ներկայացնել։ Նրանք ստեղծում են մարզակոշիկներ NBA-ի նոր ծագող աստղի Michael Jordan-ի համար՝ սև, կարմիր, վառ ագրեսիվ գույներով։ Լիգան գունավոր մարզակոշիկներով արենա դուրս գալն արգելում էր։ NBA-ի կանոնը պարզ էր՝ խաղացողների մարզակոշիկները պետք է լինեն բացառապես սպիտակ, իսկ նոր մոդելը խախտում էր կանոնները։ Օրենքը խախտելու համար $5000 տուգանք։ Երիտասարդ ընկերության համար դա մեծ գումար էր, բայց Nike-ն որոշում է այդ տուգանքը վճարել, միայն թե Ջորդանը իրենց մարզակոշիկներով
հանդես գա։ Յուրաքանչյուր խաղ -$5,000 էր ընկերության համար, եւ Ջորդանը դուրս է գալիս խաղադաշտ արգելված կոշիկներով։ NBA-ը տուգանում է Nike-ին, իսկ հանդիսատեսը տեսնում էր միայն մեկ բան, որ երիտասարդ Ջորդանը սև կարմիր Nike-ներով խաղում է ու հաղթում։ Արգելքը վերածվում է գովազդի, տուգանքը ներդրման, իսկ կոշիկները լեգենդի։ Այսպիսով Nike թիմը ցույց է տալիս աշխարհին, որ Nike-ին միայն մարզակոշիկ չէ, այլ մշակույթ։ «1976 թվականի Մոնրեալի Օլիմպիադայում մարզիկներն արդեն հանդես էին գալիս Nike-ներով։ Մի քանի տարի անց ընկերությունը մտնում է Չինաստանի շուկա եւ փոքր թիմը, որը երբևէ վաճառում էր կոշիկները մեքենայի բեռնախցիկից, դառնում է միլիոնատերների թիմ։ Nike-ն աստիճանաբար դուրս է գալիս սպորտային սահմաններից եւ մտնում մշակույթի մեջ։ Michael Jordan, Forrest Gump, Terminator մարզակոշիկները դառնում են ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը։ Երբ Ֆիլ Նայթը սկսեց, նա չուներ գումար, չուներ կապեր, չուներ գործարան, նա նույնիսկ ընկերություն չուներ։ Ուներ ընդամենը 12 զույգ կոշիկ եւ մի գաղափար։ Տարիներ անց այդ գաղափարը դարձավ մի անուն, որը ճանաչում է ամբողջ աշխարհը՝ Nike։ Երբևէ ամեն ինչ սկսվել էր մի երիտասարդից, որը վաճառում էր կոշիկներ մեքենայի բեռնախցիկից։ Իսկ այսօր այդ նույն անունը դարձել է համաշխարհային մշակույթի մի մաս։ Եվ այդ պատմության մեջ ամբողջ աշխարհը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. Just do it.